Շատ լավ ենք ալում իմ տված գնահատականները։ Եթե այլ հավելյալ ինչ եք ուզում որ ասեմ։ Դե 5 տարի ժողովուրդը ոչինչ չի տեսել ընդդիմությունը։ Ով ասա, դե այ հիմա բացվեցիք դուք։ Իսկ ով ասես որ չի տեսել։ Դուք եք պայքարում մենակ։ Այդ ընդդիմությունը չկար պայքարում։ Դուք հա, մենակ դուք եք պայքարում։ Պայքարը վերադարձնելու եք, Արցախը չվերադարձվեց։ Եթե ամեն ինչ նույնն է։ Հետո, այսինքն դուք ասում եք որ ընդդիմության ձեռքում էր Արցախի վերադարձը, ընդդիմությունը խոստանում որ կվերադարձնի։ Բայց պայքարի նպատակը դա է եղել։ Հիմա եթե մենք չենք հաջողել այդ առումով, չի նշանակում չի պայքարել։ Իսկ հիմա ինչու եք վստահ որ կհաջողեք։ Որովհետև պայքարը համարվեք ոչ լեգիտիմ։ Շատ པարզ է հարցի պատասխանը։ Հակառակը մեռնել է նշանակում։ Պարոն Մինասյան, նոր Այսինքն եթե դուք ասում եք որ այդտեղ չեք հաջողեք, գնացեք մեռեք, էս է ձեր բանաձևը։ Բայց ինչ անենք։ Չպայքարեք։ Ընկնենք Արցախի օրը։ Հա, Հայաստանն էլ դարձնեն Արցախ, ամայացած, հայազրկված։ Էս է ձեր ասածը կամ այն մարդկանց ասածը, ովքեր դժգոհում են ընդդիմության պայքարից։ Դժգոհելի փոխարեն ճիշտ ճանապարհ եք համարում։ Ես ոչ մի բան հիմա չեմ կարող ասել, որովհետև մենք գտնվում ենք այս պայքարի այս փուլում։ Մենք համարում ենք, որ ընտրության արդյունքները մեր համար ընդունելի չեն, մերժելի են, որովհետև դրանք չեն համապատասխանում ոչ ժողովրդավարական, ոչ իրավական, ոչ քաղաքացիական որևէ չափանիշի։ Հիմա ինչ կլինի։ Ինչ կլինի։ Լսեք, դիմումի մեջ դա է գրված, անվավեր ճանաչել ընտրության արդյունքները։ Ինչ եւ։ Գնալ նոր ընտրության թե ինչ։ Լսեք, ընտրական օրենսգիրքը հարգելի լրագրողներ ջան, ընտրական օրենսգիրքն ասում է, եթե օրինակ Սահմանադրական դատարանը կայացնում է որոշում ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու, ապա դրանից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է վերաքվեարկության մասին որոշում կայացնել։ Հասկանում եք, երկրորդ տարբերակը, չնայած դա մեր դիմումը չէ, մենք ասում ենք անվավեր ճանաչել, իսկ ինչը նշանակում է նոր ընտրություններ։ Կա նաև դիմումներ, որոնք պահանջում են, օրինակ, որ այն 3 տեղամասերի արդյունքները վերաքվեարկություն կազմակերպել, կայլ վերաքվեարկություն չեն կարող պահանջել, որովհետև այդ հնարավորությունը չի տալիս։ Պարզապես վերահաշվար կատարել բանաձևում եւ երրորդ ընդդիմադիր ուժը մտնի խորհրդարան։ Կա նաև այլ մոտեցում, որ ասում է երկրորդ փուլ։ Մեր պահանջը շատ պարզ է, մենք ասում ենք այս ընտրության արդյունքները հարկավոր է զրոյացնել։ Այսքան բան։ Պարոն Մինասյան։ Այդ չէ, շնորհակալ։